Ընտրություններին մասնակցող 17 կուսակցությունների և 2 դաշինքի ցուցակի առաջին համարը պատկանում է Ռեֆորմիստների կուսակցությանը, որի ընտրական ցուցակը գլխավորում է Վաղար Շաքարությունյանը։ Ռեֆորմիստների կուսակցությունը քարոզարշավի մեկնարկն ազդարարել է ասուլիսով, որին հաջորդել է Քայլերթը։ Կուսակցությունը ներկայացրել է իր 7 կետից բաղկացած ծրագիրը։ Ծրագրի առանցքում են ազգային անվտանգության և նոր հայեցակարգի ընդունումը, դեմոգրաֆիկ սպառնալիքների կանխման պետական ծրագրի մշակումը, ներառյալ ներգաղթի կազմակերպումը, երկրի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը 1 ժամկետով սահմանափակելու սահմանադրական փոփոխությունը, նաև ընտրություններին մասնակցությունը պատվավոր պարտականություն դարձնելը և ընտրագրավի մեխանիզմը ստորագրահավաքով փոխարինելը։ Ռեֆորմիստներն առաջարկում են նաև Հայաստանում բարձրագույն կրթությունն ու առողջապահությունը դարձնել անվճար, զգալիորեն բարձրացնել մանկավարժների և բժիշկների աշխատավարձերը, մեծացնել պետության կարգավորիչ դերը տնտեսության մեջ և Հայաստանը դարձնել տարածաշրջանի կարգավորված անվտանգ ու գրավիչ կրիպտոկենտրոն։ Ինչ է նշանակում ազգային անվտանգության հայեցակարգ։ Դա ճանապարհային քարտեզը, ինչպես ապահովել երկարաժամկետ պետության անվտանգությունը եւ զարգացումը։ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթությունը պետք է դառնա անվճար։ Այսինքն պետական բուհերում սովորող ուսանողները պետք է սովորեն անվճար։ Սոնա Գիշյան, Արմեն Բոյաջյան, Free News, Ազատ լուրեր։